Երկու շաբթի նորից դրական պատասխան ենք ուզում լսենք գանգստեր։ Չէ, Երկու շաբթի։ Ձեզանից ինչ-որ մի բան։ Չէ, մենք ուրեմն ճանապարհներից բռնած բերելու ենք կալապսի։ Հենց նորություն Սահմաններից բերելու ենք կալապսի։ Հայաստանից Ռուսաստան բեռներ տանող վարորդները կառավարությանը վերջնագիր են ներկայացրել կամ շտաբ լուծել իրենց հարցը, կամ հանրապետության ճանապարհները կատվածահար կանեն։ Բեռնափոխադրող ընկերությունների տասնյակ վարորդներ Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններից հետո հայտնվել են սև ցուցակում եւ նրանց մուտքը արգելվել է դաշնություն, քանի որ խախտել են երկրում մնալու թույլատրելի ժամկետները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փորձել է հանգստացնել վարորդներին, վստահեցնելով, թե զբաղվում են այդ հարցով։ Վարորդները հակադարձել են, թե Ղազախստանը արդեն լուծել է հարցը։ Պապոյանն ասել է, որ այդպիսի բան չկա, եթե լուծում լինի, այն գործելու է բոլորի համար։ Բոլորը ստեղ այդ մեքենաները հա ձեռք են բերում վարկով։ Այդ նույն մեքենաները ծախսերը այդ հոգում են ինչ նաև վարկերով։ Հիմա անորոշ ժամանակ սպասում ենք։ Մի հատ խնդիր է գալու, առաջանալն է ցած ոչ ոք չի կարողանալու այդ վարկը մուտել։ Այդ ժամանակ ինչ ենք անում։ Ասենք մենք խնդիրները պետության հարգում ենք, սպասում ենք ձեր գործողությունների, բայց խնդրում եմ մեր մասին մտածեք, հասկանաք այդ վարկը մենք 3 ամիս, 4 ամիս հետո որտեղից պետությունը աշխատել։ Պետությունը ես ու դու ենք։ Ես հասկանում եմ, դուք հիմա մտածեք մեր մասին, մենք ձեր մասին մտածում ենք, մենք մեր մասին, բոլորիս մասին մտածում ենք։ Պետությունը ես ու Դե դու ենք։ խնդրում եմ հիմա օգնեք այդ վարկերը հարցը ոնց է կարգավորվում։ Սարեսնեն վարկերը։ Ես էլ չեմ կարող հիմա խոսալ։